Ոչռորոշ պահը դա ուղղակի գեղեցիկ արտահայտություն չէ։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական սահմանների փոփոխության տարիներին։ Բոլորիս աչքի առաջ Միացյալ Նահանգները շատերի համար անսպասելի, գրեթե բոլորի համար անսպասելի, թեև Թրամփի վերահսկողություններից հետո դա արդեն ակնհայտ էր, փոխում է, ասենք, մեղմ արևմուտքի նախկին ամբողջականությունը եւ եթե շատ պարզացնենք, Եվրոպան մնում է գրեթե մենակ, որովհետեւ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի զարգացումը, բարգավաճումը, հզորացումը հիմնված էր Միացյալ Նահանգների ռազմական երաշխիքների, ուժի եւ պաշտպանության վրա։ Դա թույլ էր տալիս Եվրոպային չծախսել ռազմական պատրաստությունների վրա եւ դա իմիջիալոց Միացյալ Նահանգների պահանջն էր։ Գերմանիային պարզապես թույլ չէր տրվում ունենալ հզոր բանակ, ինչը մեր աչքի առաջ հիմա փոխվում է եւ Գերմանիան գրեթե $1 տրիլիոն է պատրաստվում առաջիկա տարիներին ծախսել եւ մենք պատկերացնում ենք թե ինչ է դառնալու Գերմանիան մի քանի տարի անց եւ ռազմական եւ քաղաքական հետեւաբար իմաստով։ Բայց վերադառնանք ձեր հարցին։ Եվրոպան փնտրում է նոր դաշնակիցներ։ Մենք տեսանք բավական հետաքրքիր այցեր Չինաստան, որի հետ կնքվեց սառը խաղաղություն։ Ուրսուլա ֆոն դեր Լայնը ընդգծեց, որ չի կիսում Միացյալ Նահանգների նախահարձակողական մոտեցումը, բայց Չինաստանը Եվրոպայի համար մնում է մրցակից։ Վերջին օրերին Ուրսուլա ֆոն դեր Լայնը հանդիպեց Նարենդրա Մոդիի, աճող մեկ նոր վիթխարի ուժի Հնդկաստանի վարչապետի հետ եւ նրանց հետ նրանք որպես աշխարհի ամենամեծ ժողովրդավարություն համարվող երկրի հետ կնքեցին ռազմավարական համաձայնագիր ոչ միայն տնտեսական, այլ նաեւ զինվորական, ռազմական համագործակցության մասին եւ դա շատ կարեւոր է նաեւ Հայաստանի համար։ Հիմա նրանք փաստորեն ուզում են հստակեցնել իրենց ազդեցության սահմանները եւ ահա ինչու պահը ոչռորոշ է հարավային Կովկասի, ինչպես իրենք են ասում, համար, որը կարող էր դառնալ, դա իմ ամենասիրած գաղափարներից մեկն է, հարավ-արևելյան Եվրոպա։ Եվ Վրաստանի հետ միասին Հայաստանը դառնում էր փաստորեն մի քանի տարի առաջ եւ մինչեւ վերջերս ուներ այդ հնարավորությունը դառնալ Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ միասին ծև ծովով հարավ-արևելյան Եվրոպայի քաղաքակրթական սահման։ Ադրբեջանը դուրս էր մնում այնտեղից։ Սակայն վերջին 2 տարիների, 2-3 տարիների ընթացքում սկզբից Վրաստանը փաստորեն վերադարձավ ռուսական վերահսկողության տակ եւ Եվրոպան դա ֆիքսեց։ Արդեն փաստորեն ընդունվում են եւ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում հատուկ նոր քաղաքականություն է մշակվում Վրաստանի համար, որը այլևս չի դիտում Վրաստանը որպես եվրոպական միության անդամակցելու տեխնացու։ Դա սառեցված է։ Եվ թե Հայաստանի վերաբերյալ դա չի ասվում, բայց եվրոպացիները հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի երկիմաստ եւ ոչ անկեղծ, ասեմ զգուշորեն, քաղաքականությունը տանում է Հայաստանին վրացիացման ճանապարհով։ Այսինքն այլ կերպ ասած Ռուսաստանը հիմա անում է Հայաստանում այն, ինչ արել է Վրաստանում։ Ավելի պարզ ասենք, եվրոպացիները դա հասկացան եւ հիմա վերջին ստուգումներն են անում, ստուգարքներն են անցկացնում։ Արդյոք Հայաստանը այդպես էլ չի կարողանա իրականացնել այն հնարավորությունը, օգտագործել այն շանսը, մտնել այն դուռը, որը Եվրոպան բացել է մեզ համար։ Հիմա մենք տեսնում ենք, որ 3 ամիսը գրեթե 3 ամիս է անցել, ինչ Հայաստանը ընդունել է օրենք, որը պատրաստել է ժողովրդավարական ընդդիմությունը, իրական երրորդ ուժը, որը մենք անվանում ենք Եվրադաշինք, Հայաստանի Եվրամիության անդամակցության մասին եւ կառավարությունը ազգային ժողովի հետ միասին ցուցադրաբար արհամարում են
ոտնահարում են այդ օրենքը, թքում են փաստորեն ժողովրդի կամքի վրա, որովհետև այդ օրենքը ընդունվել է ստորագրավակի շնորհիվ։ Եվ փաստորեն բարձր ամբիոններից մեզ ասում են, որ Հայաստանը չի ուղարկում հայտ Եվրոպա միանալու Եվրամիության դեռևս։ Դե չի ուղարկել, մենք տեսնում ենք, օրեր անցնում են, անցել է արդեն 70 օրից ավել, եւ այդ ընթացքում Ալբանիան եւ Մոլդովան արդեն նշել են 27 եւ 28 թվականներ իբրև իրենց այդ նախապատրաստական աշխատանքի վերջնական ժամկետները, որից հետո իրենք պատրաստ են լինելու 2030 թվականի այդ Եվրոպայի վերջին ընդլայնմանը։ Մեր կառավարությունը զբաղվում է բոլորովին այլ գործերով եւ փաստորեն մտնում է Վրաստանի հետ միասին ռուսական վերահսկողության տակ։ Վրաստանացվում է, հա, ինչպես դուք ասում եք։ Այո, վրաստանացվում է, այդ եվրոպական հնարավորությունը սառեցված է եւ վրացական երազանքից հետո մենք տեսնում ենք հայկական մղձավանջ, որովհետեւ մեզ համար դա մահաբեր է ի տարբերություն վրացիների։ Կատարվեց ամենավատը, այն որ եթե Հայաստանը կարող էր դիտվել Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի հետ միասին այդ քարյակ դեպի Եվրոպա գնացող, ապա վերջին ամիսներին Եվրոպան իր տեսլականում, որը հրապարակվեց մայիսի վերջին 28-ին, եթե չեմ սխալվում, Հայաստանը նշում է Ադրբեջանի հետ մեկտեղ մի խմբում եւ փաստորեն վերջերս Վրաստան, կներեք, Գերմանիան Ադրբեջանի հետ կնքեց նոր էներգակիրների գնման մասին պայմանագիր, սա է այն լծակը, որը Եվրոպան օգտագործում է Ադրբեջանին սանձելու համար, այսինքն եվրոդիտորդները, դա ֆիզիկապես լծակ է, այո, եւ տնտեսական լծակը, որը բավական արդյունավետ է, որպեսզի ասեմ այսպես, եթե ոչ թե կանխվի, այլ գոնը վերահսկվի եւ մի փոքր փափկացվի այդ վտանգը, բայց Եվրոպան նաեւ հասկանում է, որ եթե դա չեն հասկանում Հայաստանում ըստ երևույթի, եթե Հայաստանը մնա այս ռուս-թուրքական, ռուս-թուրքա-ադրբեջանական տարածաշրջանային ձևաչափում, ապա ոչինչ, ոչ մի Եվրոպա եւ ոչ մի Միացյալ Նահանգներ չեն կարողանա առաջիկա տարիներին պաշտպանել Հայաստանը, որովհետեւ Ռուսաստանի ու Ադրբեջանի գլխավոր ռազմավարական նպատակը Հայաստանի վերաբերյալ դեռևս լուծված չէ։ Դա այն չարաբաստիկ Զանգեզուրյան միջանցքն է։ Այո, իրենք գտնում են շրջանցիկ ճանապարհներ Իրանի հետ, բայց Իրանը չի կարող պաշտպանել Հայաստանը ռուս-թուրքա-ադրբեջանական անեքսիայի դեպքում։ Եվ այդ անեքսիան կարող է լինել ոչ միայն ռազմական, այլ նաև գտնի այլ ձև, այսինքն պարզապես ճնշում, տնտեսական, դեմագոգիկ ինչ-որ քաղաքական բացատրություններ եւ սուվերենիտետի զիջում, որը կբերի Հայաստանի համար, մեր պետականության համար մահաբեր հետևանքների։